ու ոնց որ մեծ հաշվով այս պահին շատ կարիք չկա կաշկանդվելու էլի, то есть բաներ կա, որ օրինակ չենք անում, որտեվ կաշկանդվում ենք։ Ու причем ամեն մարդու մոտ շատ տարբեր բաներ են դրանք, կախված իր ունեցած փորձից, ու մեծ հաշվով դաժե հիմնականում սենց որ նայում եմ, այդ կաշկանդվելու պահերը սա ոնց որ փոքր վաղթվանից գա, երբ որ ոնց որ ինչ է вообще այդ կաշկանդվել էլ, եթե վախ է նրանից, որ քեզ չեն ընկալի նենց, ոնց որ դու կուզեիր, հա, մոտավոր սենց մի բան, շատ դեպքերում այդ վախը, որ քեզ կծաղրեն, քո վրա կխնդան, ու այդ հենց բաները կակրած ինձ թվում մանկությունից է գալիս հիմնականում, որ ասում տարբեր բաները ամեն մեկի մոտ, այդ նրանով է բան զարմանալի, որ ոնց որ այն ինչը որ քո համար կարա ահավոր ինչ որ դժվար անցանելի միացման լինի, որ դու շատ կաշկանդված լինես այդ դրա ինչ որ գործողության մեջ, մի ուրիշ մեկը իրան դրա մեջ вообще մաքսիմալ ազատ է զգում, դաժե իր մտքով չի անցնում, որտեղ առիթ կա ինչ որ բանից քաշվելու, ու նույն ձև հակառակն էլ է լինում, երբ որ այդ նույն մարդը, որ քո համար տենց ինչ որ անհավանական ազատ է թվում, որ կարող է իրան տենց պահի, ինչ որ բանի մեջ, որից որ դու քաշվում ես, բարձում որ ինքն է քաշվում է ինչ որ ուրիշ մի բանից, որը որ քո համար խնդիր չի вообще, ու դու չես մտածել, որ այդտեղ կա ինչ որ քաշվելու բան, այդ պահը տարօրինակ է էլի, որ այն ինչ որ քո համար այդքան վախենալու է, ուրիշի համար вообще զերո ինչ որ բան ունի իր մեջ, բացասական էլի։ Ու մեծ հաշվով երևի այդ վախն է, որ կծաղրեն, ու դաժե եթե այս պահին դու տենց արդեն հասուն մարդ ես, քո վրա աշխատել ես բան ու լիքը դեպքերում քեզ մեկը դու դաժե ինչ որ սամաիրոնիա ունես, դաժե եթե քո վրա խնդան կարա քեզ միևնույն լինի եւ այլն, բայց մեկ այն ներսի երեխեն շարունակում է լինել, դաժե երբ որ դու իր մասին մոռացել ես արդեն, ու այս պահին ինչքան է դու տենց քո վրա աշխատած լնես, մեկը կարաս չճոգես խես ինչ որ բաներից հետ պահում քեզ, դաժե ինչ որ դեպքերում կարաս շփոթմամբ ընկալես, որ դու տենց ես ուղղակի այդ քո ձևն է, որ դու չես սիրում այդ ինչ բան անել, բայց իրականում կարող է լավ էլ սիրում ես, եթե փորձես, եթե քեզ դե ազատ զգաս ու եթե քեզ դե բացահայտես։ Ու այդ օբշի ինձ թվում է շատ հետաքրքիր մոմենտ է, որ մենք օբշի մենք այն ենք ինչ որ կանք այս պահին, то есть մեր կոմպլեքսներով ու ամեն ինչով այդ ենք մենք, էլի, մենք մեր այս պահի եսը ոնց որ է դա, էլի, բայց ամեն դեպքում հետաքրքիր է, որ լիքը բաներ կան, որ կարան քո մի մասը լինեն, եթե բավականաչափ քեզ բացես դրա մեջ, կամ լիքը բաներ կան, որոնք կարային քո մի մասը լինեն, եթե ինչ որ պահի դրանց վրա բլոկներ չառաջանար, ոնց որ դու քո full պոտենցիալը չես բացահայտում, էլի, դու կարող ես տենց չբացահայտես, прям 100%-ով պարզ է որ չես բացահայտի, բայց նկատում դաժե ինչ որ պարզ բաների մեջ, խոսքի ինչում որ մարդիկ կարան կաշկանդվեն, խոսքի երգել, պարել, շփվել, ազատ էլի, ոչ ինչ որ տենց բաների մեջ մարդիկ կան, որ տենց մինչև կյանքի վերջել չեն իրանց բացահայտում ու պրոստ ասում խոսքի ես չեմ սիրում պարել օրինակ, բայց իրականում այդ մարդը ամաչել է միշտ պարի ու այնքան մինչև որ սկսել է հավատալ, որ պրոստը չի սիրում, то есть այդ է միակ պատճառը, կամ կարող է խորքում գիտակցում, որ все-таки ամաչելն է պատճառը, ինչևէ, ու տենց որ նայում ես, դրա համար ամենա իսկական ու հավես վիճակը է տենց փոքր երեխան է, բայց ոչ շատ հիվանդ մտնոլորտում մեծացածով, որ
չի հասցրել 5 տարեկանում արդեն լիքը կոմպլեքսներ ձեռք բերի էլի։ Короче, եթե մարդու տանը նորմալ ինչ-որ adekvat մթնոլորտ է, երեխան հնարավորություն է ստանում գոնե մինչև տենց մի ինչ-որ դպրոցական սկզբի դասարանների տարիքը հնարավորություն է ունենում գոնե այդ վաղտ առանց կոմպլեքսների մեծանա։ Եթե տանը իրան ազատություն տալիս են, էլի, որտեղ որ դպրոց գնա, պալիբոմ ունտեղ, ով ասես կա, ինչ որ կոմպլեքսներ ձեռք կբերի, բայց եթե տունն այդ առողջ միջավայրը չկա, ոչ կարող է շուտ սկսի։ Ու ամենահասարակ իրականում որ Հայաստանում էլ շատ կա այդ գաղափարը, որ տղան պետք է ուժեղ լինի, պետք է ձիգ լինի, չպետք է լացի, ու տենց երբ որ տղա երեխան լացում է, իրան ասում են կամ ղզիկ, ես կամ աղջիկ, ես կամ նման բան, ու իր մոտ ձևավորվում է միտքը, որ ինքը չպետք է լացի, որովհետև տղա է, այսինքն լացելը տղու համար չի, ու տենց ինչ որ բայից սկսում է տենց է աշխատել, ինքը դադարում է լացել, բայց լացը ուղղակի էմոցիաների դրսևորում է, իսկ էմոցիաները ինքը պալիբոմ ունի, ու պրոստը դի մեջն է կուտակվում, ու ինչ որ ուրիշ ձև է դուրս գալիս, չգիտեմ ոնց խոսքի կամ ագրեսիայի տեսքով կամ ինչ որ հոգեբանության մեջ չխորանամ, բայց ամեն դեպքում ոչ այդ ձևով, ոնց որ բնականից ուզում էր արտահայտվեր, ու ինձ թվում է այդ էլ մեր հասարակության մեջ բերում է նրան, որ տղամարդիկ զուսպ են շատ, բայց այդ էլ է էլի տենց կոմպլեքս, այդ էլ է կաշկանդվածություն, բայց իրանք հավատում են, որ իրանք ոչ թե զուսպ են, այլ ձիգ տղերք են ուղղակի, որ ցավից ցավոտ չի, то есть իրան ոչ մի բան չի կպնում, ինչ տեղի է ունենում, բայց իրականում կպնում է լրիվ նույն ձև, ոնց որ մնացած բոլոր մարդկանց է կպնում, ոստի ինքը չի արտահայտում, ու իրան թվում է, թե ինքը այդ տղեն էլ կա ինչ որ փորձում է ցույց տա։ Այդ ինձ թվում է լիքը բացասական հետևանքներ ունի, թե այդ մարդու համար, թե մարդկանց համար ում հետ որ ինքը շփվում է, որտեվ այդ այն որ իրան սովորացրել են ճիշտ պահվածք ինչ որ տղամարդու, ով որ պետք է զուսպ լինի, ինքը իր մեջ այդ էմոցիաների արտահայտումը սպանել է, ու հետո նույն ինչ որ հարաբերությունների մեջ, հա, սիրած մարդու հետ, то есть սեր ինքը զգում է մեկը, то есть ինքը էլի մարդ է, պրոստը տենց ճնշված։ Ու ինքը սեր զգում է, բայց սերը չգիտի ոնց արտահայտի։ Ու եթե դիմացինի մոտ ավելի վառ է արտահայտված, որտեվ դիմացինը կամ ավելի քիչ կոմպլեքսավորված է այդ հարցում, կամ որտեվ միգուցե կանայք բնությունից մի քիչ ավելի էմոցիոնալ են, քան տղամարդիկ, կամ միգուցե որտեվ դիմացինը կին է ու նույնս հասարակության մեջ կնոջ չեն դաստիարակել նենց որ դու պետք է զուսպ լինես, չլացես եւ այլն, հակառակը աղջիկը տեսել է որ օրինակ յամա իր աղբորը ասում են ինչ ես լացում դու հո աղջիկ չես, ու ինքը ջոգել է ուրեմն օքեյ լացել է, կարոջի միտքս են որ ավելի հակված է իր էմոցիաները արտահայտելու, ոչ միայն լացը, ու հետո երբ որ մարդիկ ինչ որ հարաբերություն են սկսում, այդ տղեն ով որ տենց զուսպ է, կարա իր դիմացինի մոտ տեսնի էմոցիաների արտահայտվածությունը վառ, ու ինքը իրան նայի, ու մտածի, բայց իմ մոտ սենց չի, աչքիս ինքը ինձ ավելի շատ է սիրում, սոտքի դրա համար իմ մոտ այդ նույն ձև չի արտահայտվում, բայց իրականում նույն ձև կարող է չարտահայտվի, պրոստը որտեվ դու քո մեջ արդեն ճնշել ես այդ, ու դրա համար դու ինքդ էլ հիմա չես ջոգում, դու ինչ ես զգում, որտեվ նման դեպքում ոնց որ քո զգացածը դու ավտոմատ համեմատության ես դնում ավելի արտաքին իր արտահայտվածությամբ, էլի, то есть դիմացինի մոտ արտահայտված է, քո մոտ չէ, ու դա արդեն չի կարող քո մոտ չթողի այն միտքը, որ կարող է մի բան են չի, то есть երկուսը նույն բանն ենք զգում, պայիձեի, այդ դեպքում եթե նույնն ենք զգում, խիա որ իր մոտ սենց է արտահայտվում, իմ մոտ խոսքի ոչ մի ձև չի արտահայտվում։ Չնայած կարող մարդը
ներսում իր սեր զգում է, բայց արտահայտելու ձևը չգիտի կամ ավելի ճիշտ չի ստացվում ուղղակի, չի դուրս գալի իր մեջից այդ։ Ու դրա համար այս հարցումը շատ կարևոր է, որ ամեն դեպքում ամեն մարդ փորձի իր վրա աշխատի ինչքան որ կարա։ Ես չեմ ասում, որ մարդիկ իրենց վրա սկզբից աշխատեն մաքսիմալ, դառնան ինչ-որ սուպեր մարդ ու հետո նոր մտնեն հարաբերությունների մեջ, որտեղ նախ չեն դառնալու մեկա տենց սուպեր, прям իդեալական էլի, մեկա սաղ էտապներով է, երկրորդը երևի իմաստը չկա, քեզ զսպես ինչ-որ շփման մեջ, որտեղ որ կա պոտենցիալ ինչ-որ լավ բանի, երրորդը քո ձևավորումն էլ, քո վրա աշխատելն է շատ ժամանակ լինում է տեղի ունենում ինչ-որ հարաբերությունների ընթացքում ուրիշ մարդկանց բանից արկայության շնորհիվ եւ այլն, բայց ամեն դեպքում միտքը որ աշխատես ինքդ քո վրա ու փորձես ավելի լավ, ավելի adekvat, առողջ եւ այլն դառնաս, այդ ինձ թվում է կարևոր է նաեւ այս հարցում, то есть եթե դու զգում ես որ տենց զուսպես, չի նշանակում որ պետք է կյանքը պաուզա տաս ու փորձես դառնալ չզուսպ, չէ կյանքը էլի իր ընթացքով գնա, բայց ամեն դեպքում ոչ է մտածես որ դե ես ուրեմն սենց կշարունակեմ կամ ես կուզեի սենց չլինեի, բայց թող տենց ժամանակը գնա, ջոգինգ կարող է մի բան լինի, չէ, որ ոչ մի բան չանես, շատ հավանական որ ոչ մի բան չի լինի, եթե չհանդիպի քեզ ինչ որ փրկիչ, ով որ իրան մի կողմ դնի ու ուզի քո խնդիրները լուծել, բայց այդ փրկիչի սինդրոմը նույնպես вообще լավ բան չի, ինչպես փորձը ցույց է տալիս, որտեղ դու փրկիչ ես, քանի դեռ ազարտը կա, երբ որ ազարտը կորում է կամ էմոցիաները թուլանում են կամ նման մի բան, դու արդեն ոնց որ կամ երբ որ արդեն փրկում ես մարդուն, եթե տենց կոնկրետ փրկվող հարցը, հետո արդեն դու նայում ես, ջոգում ես, որ ես ինչ որ կոնկրետ հետաքրքրություն ունեի փաստորեն այս շփման մեջ էլ։ Ոբշեմ, որ տենց ամեն մեկը իր վրա աշխատի, իր կյանքն է դրանից կլավանա, էլի ոնց որ ավելի ինքնաբացահայտված կլինի, ավելի լավ կջոգի, ինչ ազգում կկարանա արտահայտել իր զգացածը, որտեղ դա դիմացինի համար է կարևոր, դա դիմացինի կյանքը բարդացնող ինչ որ բան է, երբ որ ինքը զգում է, որ գիտակցում ավելի ճիշտ որ դու իրան սիրում ես, բայց չի տեսնում այդ սիրո արտահայտումը։ Ոնց որ պետք է մարդիկ աշխատեն իրանց վրա, որտեղ դաժե այդ պարագայում, եթե դիմացինդ գիտակցում է, ոնց որ դա էլ բան չի էլի, այսինքն կարող է ինչ-որ կին ու ամուսին են, որտեղ կինը իր էմոցիաները արտահայտում է, ինչ-որ չափով, իսկ տղամարդը շատ բռի չոբան եսիմի ինչ է, առաջի հասկից վատ է վարվում իր կնոջը, բայց ինչ-որ շատ փոքր դետալների մեջ երևում է իր հոգատարությունն, անհանգստությունը, ինչը որ ամենահաճախ պատահող բաներից է ցավոք, երբ տղամարդկանց հոգատարություն դրսևորվում, մեր հասարակության ինչ-որ ավելի ստանդարտոտ միջավայրում էլի, երբ որ կինը ինչ-որ վատ վիճակում է լինում, խոսքի հիվանդ է լինում կամ տենց մի բան, բայց նես լուրջ էլի, խոսքի որ անկողնում պարկած է, այդ վաղտ մեկի հանկարծ տղամարդը սկսում է հոգատար դառնալ ու դու ջոգում ես որ այս մարդը փաստորեն թքած չուներ ինչքան է որ սաղվաղ ցույց էր տալի որ թքած ունի, ոնց որ տենց բաներից չի որ պետք է որս ասել մարդու սերը, то есть ինչի համար թաքցնել, այդ պրոստը բարդացնում է բոլորի կյանքը ու ես ջոգում եմ որ այն բանը կա որ հայ տղամարդիկ տենց ավելի զուսպ են պահում իրանց կանանց հանդեպ, որ տիպը կինը, չգիտեմ, շատ չոգևորվի կամ նման մի բան, բայց դաժե, թեկուզ անվանենք ոգևորվել, բայց այդ կնոջ ոգևորվածության դեմ գնալը ոնց որ տղամարդը մտածում է թե կնոջ ոգևորվելն է վատ բան, իսկ կինը պետք է ոգևորվի պրոստը իր սիրուց, այլ ինքը մտածում է որ դա վատ է, որտեղ իր գլխին կնստեն կամ նման մի բան,
ու կարոջը մտածում է, որ կնոջ ոգևորվելն է վատ բան, բայց չի մտածում, որ վատ բանն է այն, որ ինքը վախում է դրանից։ Ու ինքը երբեք չի ընդունի, որ վախում է։ То есть մեր հասարակության մեջ ընտանիքներում շատ вообще հարաբերությունների մեջ այդքան ընդունված է, որ տղամարդը պետքա ուժեղ լինի, ոնց որ by default բոլորը գիտեն տղամարդը դա ուժն է, ինքը պետք է ուժեղ լինի, պետք է ոչ մի sense ինչ որ անվախ եւ ուժեղ, բայց իրականում մեր հասարակության մեջ հարաբերություններում տղամարդկանց շատ զգալի մաս, չեմ ասում մեծամասնություն, փոքր եմ ասում, բայց պրям շատ զգալի մաս շատ վախկոտ են։ Իրանք ու շատ թույլ են, իրանք անդադարձույց են տալի, որ իրանք ձիգ են, բայց իրանք շատ վախկոտ են, իրանք շատ են վախում իրանք կանանցից, ինչը ավոր անառողջ է։ Ու այն որ իրանք բռի մեջ են ուզում պահեն, որ կինը ոչ մի հատ տեսքով մենքով չնայի, ինչ որ բան չանի, որ իրանք իրանք սերը չեն ուզում արտահայտեն, որ կինը գլխին չնստի ու նման բաներ, այդ մարդիկ չեն կարող ընկալեն, որ այդ իրանք վախն է, այն որ քո կինը քո գլխին պետք է նստի, այդ քո վախն է, խի քո կինը պետքա քո գլխին նստի։ Քեզ դու այնքան քո վրա անվստահ, որ դու մտածում ես, որ դու այն մարդն ես ում գլխին, որ պետքա նստեն։ Ու երբեք իրանք չեն ընդունի այդ։ Երբեք չեն ընդունի, որ այդ սաղ իրանք անվստահություններից է, այդ սաղ նրանից է, որ իրանք ուժերին չեն հավատում, դրա համար փորձում են մյուսին ճնշեն ուղակի, մյուսին սարքեն ինչ որ անվտանգ մի բան, խացա մյուսը իր սովորական վիճակով ոչ մի վտանգ չի ներկայացնում, եթե դու այդ վտանգը չառաջացնես, էլի, չստիպես, որ այդ վտանգը առաջանա։ Ու դեռ ավելի ծայրահեղ ոնց որ կան տղամարդիկ, որոնք փորձում են ստեղծեն մի հատ մթնոլորտ իրանց կնոջ կամ ընկերու հետ, որտեղ իրանց այդ կողակիցը պետքա իրանցից հուշտ լինի, պետքա իրանցից վախենա, то есть որ մի քայլ առանց իրանց զգուշացնել արեց, դա մի հատ սկանդալ է, դաժե եթե այդ մի քայլը շատ հասարակ բան է, էլի ինչ որ տնից դուրս գալ, գնալ մոլ օրինակի համար ու դու ինձ չես զգուշացրել, ու դա մի հատ մեծ սկանդալ է դառնում, որ այդ մարդուն պրոստը վախի մեջ պահեն, այնինչ այդ վախի մեջ պահելու պատճառը քո սեփական վախն է, այն որ դու ինքդ ես ավոր վախեցած։ Պրոստը քանի որ դու ձիգ տղա ես, որ sense առանց էմոցիա արտահայտելու sense մկանները ձգած նստած է, այդտեղ չկա տպավորություն, որ դու ինչ որ բանից վախում ես, հա, դու վիզուալ ստեղծում ես այդ կերպարը։ Բայց իրականում իմ համար կրուտոյ մարդիկ են նրանք են, ովքեր մաքսիմալ ազատություն են տալիս իրանց կանանց, որտեղ այնքան վստահ են, որ իրանց կինը կապված է իրանց հետ, որ իրանց կինը ոչ մի այնքան քո վրա վստահ ես, որ մտքովդ չի անցնում, որ քո կինը պետքա ինչ որ ուրիշ կողմ նայի, որտեղ դու գիտես, որ քո կողմ պետք է նայի քո կին, դու գիտես, որ դու լավն ես, ու քո կինն էլ այդ գնահատում է, դու իրան ես գնահատում։ Ու այդ ամեն ինչի արդյունքում մարդիկ համ իրար ազատ են զգում, համ իրանց ազատ են զգում, համ սեր են արտահայտում իրար հանդեպ, ու համ էլ առանց ինչ որ տենց լարվածությունների են ապրում, որ ով ինչ անում է, սպահին կարող է հիմա այնպես բան անում, որ ինձ պետք է դուրս չգա։ Չէ, ես դու вообще մտածում, որ քո սիրած մարդը պետք է անի ինչ-որ մի բան, որը քո դուրը չգա։ Ու արդյունքում ինձ թվում է կակրած եթե վերցնենք բանը, դավաճանությունները, իմ պատկերացմամբ, նես չի ստեղ ինչ-որ ստատիստիկա կա, բայց իմ պատկերացմամբ կակրած ավելի հաճախ դավաճանում են այն մարդիկ, ովքեր որ ինչ-որ այտենց սահմանների մեջ են դրած, քան են մարդիկ, ում որ ազատություն է տրված, ոչ թե դավաճանելու ազատություն, այլ ընդհանուր ովքեր որ ունեն վստահություն, այն նրանք ովքեր որ չունեն վստահություն, իսկ ինչ որ բայ իրենց մոտ այդ բանն էլ է անցնում, այդ սերն ու Ստոկգոլմский սինդրոմն էլ է անցնում, ու այդ վաղ արդեն ժողում են, որ ինչ որ բայ բան process է սկսում, ու մտածում որ ես արժանի եմ ինչ որ լավ բանի, բայց ես մարդուց չեմ ստանալու, ու գնում ստանում անդերից որտեղից որ իրան հետի տալիս են։ Իսկ երբ որ դու քո հարաբերությունների մեջ արդեն իսկ ամեն ինչ տալիս ես, հավանականությունը քիչ է ավելի, որ կողակիցդ ուրիշ տեղ իր երջանկությունը կուզի գտնի, էլի։ Պարզ է, որ տենց դեպքեր կան, ոչ ինչ որ եզակի բաների մեջ չեմ ուզում խորանալ,
Բայց մեծ հաշվով ինձ թվում է այդ չէ, լյուբոյ բաներ, դաժե հենց մարդկանց օրինակը չվերցնենք, լյուբոյ ինչ որ այտենց ճնշում, դաժե մարդկային խմբերի վրա, ինքը ինչ որ պահի տենց բան է առաջացնում, տենց ժայթքում է առաջացնում, որ ճնշվում են ու տրակում են հետո։ Ոնց մարդիկ շատ ճնշվելու արդյունքում է, որ ուզում են ինչ որ հեղաշրջում բանեն, կազմակերպեն, նույն ձև էլ հենց երկու մարդու հարաբերությունների մեջ շատ ճնշվելու արդյունքում ցանկություն առաջանում սաղ փոխեցնենց ոնց քեզ հավես կլինի։ Դրա համար ինձ թվում է չպետք է տենց պիտակներ դրվի, թե ով ոնց պետքա լինի, կախված իր սերից, տղամարդը ուժեղ պետք է լինի, դրա հակառակն էլ է, էլի նույն ձև բանը լինում, որ ես չգիտեմ, նույն ինձ թվում է դրանից է, էլի որ ես հետո չեմ սիրում, ինչ որ կանայք ասում են ես շատ եմ ուժեղ եղել, հիմա ես ուզում եմ ինձ թույլ զգամ։ Դե բոլորս է ուզում ենք մեզ թույլ զգանք, բոլորս է ուզում ենք պրոստը մեր համար լռվենք, մեր փոխարեն ինչ որ բաներ անեն, բայց ինձ թվում է կյանքը դա քո մասին է հենց։ Դա մի հոգու մասին է, քո կյանքը այդ քո մասին է։ Դու ունես քո կողքը ուրիշ մարդիկ, ունես սիրած մարդ, ունես երեխա եւ այլն, բայց այդ քո կյանքը լրացնող բաներն, իսկ քո կյանքը քո մասին է ու կյանքում գոյատևելու համար պետք է լյուբոյը ուժեղ լինի, որ կարողանա գոյատևել։ Ու ես կարծում եմ, որ այդ գաղափարը կանանց մոտ չէր լինի, որ ես ուզում եմ ինձ թույլ զգամ, եթե չլներ նաև հակառակ գաղափար, որ տղամարդը պետք է ուժեղ լինի, որտեղ դրանից ավտոմատ ինձ մտածում է ոնց որ ուժի պատասխանատվություն տղամարդու վրա, տիպը քանի ես չունեմ կողքը տղամարդ, ես գնում եմ ինչ-որ գործի, փող եմ աշխատում, բան, այդ մի քիչ անբնական բան է, որտեվ ես հիմա ուժեղ եմ, իսկ ես ուզում եմ մի քիչ թույլ լինեմ, բայց այդ նույն տղամարդը ինքն էլ է, չէ, գնում գործի, փող աշխատում եւ այլն, նույն տրամաբանությամբ ինքն է կարող ուզի թույլ լինի։ Դրա համար ինձ թվում է ոչ մեկ չպետք է վերցնի իր վրա ուժեղի կամ թույլի դերը, պրոստը դու պետքա փորձես միշտ ուժեղ լինես, իսկ այն պահերին, երբ որ թույլ ես զգում կամ հոգնել ես ուժեղ լինես, ընկնես քո սիրած մարդու գիրկը, ինքն է իր ուժով քեզ պահի, բայց մյուս պահին է հակառակը լինի, то есть այդ կախված չլինի նրանից կինն է հոգնել, թե տղամարդն է հոգնել, երկուսն իրար պատժեշկա անեն ուղակի, բայց ոչ ինչ որ պահի բաժանեն դերերի, որտեղ այդ դերերն է շատ խաբուսիկ են, էլի նույն տղամարդու ուժեղությունը, ոնց որ ուժեղ տղամարդ գաղափարը ու ուժեղ մարդ գաղափարը ինձ թվում է ահավոր իրարից տարբերվում են, որտեղ ուժեղ տղամարդը դա sense ինչ որ հստակ բաներ կա, որ ինքը տենց ձիգ է, ինքը ստապ է, ինքը էմոցիաներ չի ցույց տալիս, ինքը իր վրա ոնց որ ինչ որ կոնկրետ sense բաներ է վերցնում, կոնկրետ կետեր կա, որ դրանց համապատասխանելով դու ուժեղ տղամարդ ես, բայց այդ տարբերվում է ուժեղ մարդու գաղափարից, որտեվ ուժեղ մարդը ի տարբերություն ուժեղ տղամարդու այդ այն չի, որ երբեք ներողություն չի խնդրի, որտեվ ինքը ուժեղ է, հակրած ուժեղ մարդը իր մեջ կարա ուժ գտնի ընդունել իր սխալը ու ուժ գտնի բարձրաձայնել դրա մասին, այդ թուլության նշան չի, բայց ուժեղ տղամարդը, այդ մեր հայկական ուժեղ տղամարդը, ինքը նա որ տենց ինքը իր խոսքից մի քայլ ենկոն չի գնա, որտեղ ինքը միշտ ճիշտ է, իսկ ուժեղ մարդը գիտակցում է, որ ինքը կարա ճիշտ չլինի, այդ դրանում է իր ուժն է, ինքը ներքին ինչ որ ուժ ունի, որը նրա մասին չի, որ բոլորին ցույց տա այդ ուժը, այլ նրա մասին է, որ ինքը ներքուստ բավական վստահություն ունի ինքը իր վրա ու տենց էլի լիքը ինչ որ հարցերում, որ չեմ ուզում խորանալ։ Ոչ ինձ թվում է չպետք է ձգտել լինել ուժեղ տղամարդ կամ ուժեղ կին, այլ պետք է ձգտել լինել ուժեղ մարդ ուղղակի։ Որտեղ լրիվ նույն ձև ուժեղ կինն էլ իր ինչ որ ստանդարտ բաները ունի, թե որն է համարվում ուժեղ կին, բայց այդ ուժեղ բառն է ինչ որ շատ sense ուժեղ բառ է, էլի։ Իրականում ինձ թվում է դա կարելի է դաժե փոխարինել հասուն, ինքնաբավ, ինքնուրույն, տենց ինչ որ բաներով,
Ու այդ դրանք ինձ թվում է ինչ որ հենց մարդու անհատական տեսանկյունից օգտակար ինչ որ բաներ են։ Հենց մարդու համար է էլի օգտակար, որ մարդը իրան լավ զգա, անկախ նրանից իր կողքը մեկը կա թե չկա։ В общем